91 թվականից, երբ որ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է, վերանկախացումն է տեղի ունեցել։ Եկեղեցին մուտք է գործել ընդհանրապես մի քանի հոգևորականով, սահմանափակ ահռելի սահմանափակ ռեսուրսներով, ամբողջ ունեցած ներդրել է ազատագրական պայքարի մեջ 91-ից 94 թվականին։ Դրա համար էլ հաղթել ենք։ Դրա համար էլ հաղթել ենք, բայց եկեղեցին ինքը որպես այդպիսին մյուս կողմից աղանդներ են մուտք գործել Հայաստան, հազար մի ձևի կենտրոններ են հիմնել, սա են արել, նա են արել, եկեղեցին ոչ մի հնարավորություն չի ունեցել, ինքն իրեն սահմանափակել է հնարավորության, ներդնելով ազատագրական պայքարի մեջ, որի մեջ ոչ մեկ այդ ժամանակ չասես, որ դուք քաղաքականությամբ եք զբաղվում, գնացեք ուրիշ գործով զբաղվեք։ Ուրեմն պետության խնդիրն է եղել արգելափակել այդ բոլորը։ Հոգևոր անվտանգությունն էլ դարձել մաս է կազմում անվտանգության։ Եվ այս ամբողջը թափանցով մի կերպ թոթափելով այդ բոլորից դուրս գալով, եկեղեցին հազիվ փորձել է ինքն իրեն շտկել, ուղղել, բայց հնարավորությունը բացարձակ չունենալով հանդերձ, որևէ կերպով ահռելի միջոցներ, ռեսուրսներ հենց պետական մեծ աջակցության իմաստով ներդնելու, եկեղեցին ինքը հանձն առել, ինքն իրենով շարունակել է իր առաքելությունը։ Եվ այդ կացնահարված եկեղեցին է, որ եկել հասել է այսօրվան։ Այդ ամբողջ քարոզչական դաշտում լինելով, տարբեր թեմերում, տարբեր գյուղերում, տարբեր շեմներում գործելով, առանց որևէ պետական աջակցության, եւ դեռ հակառակը հազարը մի խոչընդոտումներով բոլոր տեսակի հնարավոր եւ անհնար։ Եկեղեցին իրավունքներ չի պահանջել որևէ ձևով,